գործը մեզ ինչով, ինչ թեմաներով, ինչ նյութերով եկել են ինձ ասում են, որ այն ինչ-որ դուք ունեք, որ մեզի պետք կլինի ասեք, ասի պաժանուս ասել, մեզ ոչ դու ոչ հարցրեց, ոչ որ զանգեց, ոչ որ հարցեցով Ես ներկայում եմ, իմ պատասխանը պարզանել է, եղել է, որ ձուկը գլխից է ներկայց։ Եթե պատերազմը գերագույն հրամանատարը իրան հռչակել է դինքորը, ճիշտ է։ Նույն ասեք հրամանատարը պատասխանատվություն պետք է կրի, չէ՞ դա զորքի ու մնացածի համար։ Ես նորից եմ ասում, մենք եկել աշխարհին կնդենիքի ոստիկանների հետ հետև ընկալում ունեցանք, արգելեցին երկու ծնողով, որ նոր հենց նորով եւ քայլում ենք, արգելք հանդիսացա, որ այս տարածքով դեմրջափողոց չեք կարա մտնել, որովհետեւ արողատալքա։ Ես շատ ուրախ եմ, եթե արողատալքա դրվում, ուրեմն պետք է բոլոր փողոցները բլոկելով տալի, որտեղից որ գնում են Նիկոլը։ Ես չեմ հասկանում, ուրեմն տեսեք քաղաքը պետք է Սանչոժան պարալիզացնենք, չգիտեք ինքը ուր երկու պետք է, ուրիշ բան եմ ասում։ Մեզ պետք է, որ մենք հասկանանք, չէ՞ շարժում, Արսեն ջան։ Ես ուզում եմ նույն այդ գլխավոր հրամանատարին հարց տայի։ Նաև դու ներկայացա ովքեր եք եղել քննից հանձնաժողովին, արդյոք իրանք տիրապետում են ամեն մեկը ռեալ պատերազմի այդ հիմքեր իրանք ունեն, որ իրանք են որոշում, ասենք ոնց եղավ պատերազմը։ Պետք է տեղում լինի, չէ՞ դու աշխով տենաս։ Որ քեզ չխափեն, չէ՞ որ ասեն։ Ու մենք հասկանանք, ովքեր որ իմանանք ումից են պահանջում։ Բացի Անդրանիկ Քոչարյանից, ովքեր են այդ տվյալ անձին, ուզում եք այդ անձը ճանաչի, որ ամեն մեկին հարցնեն, եթե դու ես սխալ գրես, ազգին սխալ պատմություն ես ներկայացնում, որը հետագայում պետք է հրապարակվի, իմանանք, որ սխալի դեմը առնենք։ Ծածկա դեմքոստերը պետք է վերանա այս ազգի մեջ, որ իրական ազգի դեմքի է մենք կոնկրետ չենք իրականացրել մենակ ընդդիմության ֆրակցիայի մենք կոնկրետ իրականացնում մենք երեքին էլ եւ հանձնաժողովի նախագահն, այսինքն կոնկրետ ընդհանրացրել ենք այդ հարցի պատասխանը, որովհետեւ եթե ստանում փորձում ենք ազգային ժողովից ստանալ աշխատակազմի ղեկավարը մի նախագահություն։ Հիմա ենթադրության մեր աստիճանը բարձր է, որ դուք հիմնավորված եք այս ամբողջը ներկայացնել։ Ընդ որում ձեր պատասխանը մյուս ֆրակցիաների պատասխան ցանկացած ոք հրապարակվելու է։ Այս ամբողջի ընթացքում մենք կունենանք որոշակի թե իրավական եւ թե քաղաքական։ Մենք շնորհակալ ենք հանդիպման։ Եթե անհրաժեշտություն կա, ես կարող եմ նաև էլեկտրոնային հասցեով ձեր հասցեներին նաև ուղարկել, որպեսզի ավելի առարկայական աշխատեն։ Ես կուղարկեմ երեկոյան ձեր նույն էլեկտրոնային հասցեն ազգային ժողովի կայքում կա, չէ՞ ձեր։ Ես կուղարկեմ։ Շնորհակալություն։ Դա հնարավոր է վաղը չեմ այսօր, այս քարորիայի շրջան։ Շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն։ Հակոբ Ասլանյանն է ասում, հա։ Ստեղ։ Տիկին Գրիգորյանը դեպուտատ, Արքել Խոստովանեց, որ փորձել են մի բան անել, չի ստացվել, հիմա պետք է հասարակությունը, հանրությունը, ժողովուրդը, պահանջատերերը շատ լինեն եւ այս հարցը պետք է կարողանան ավելի ստույգ լուծել, արդեն շատ ավելի ծանրակշիռ մակարդակով։ Ժողովուրդ ջան, միացեք մեր պահանջին, ազգային ժողովի դիմաց լինելու ենք վաղը ժամը 15-ին, այսօր դեռ չի ավարտել, դեռ պատգամավորներ դուրս կգան, կզրուցենք, կհասկանանք ամեն մեկի առանձին, ամեն մեկի կարծիքը սրա վերաբերյալ։ Կարծես թե ազգային ժողովում վաղ եւ ամենաուշը վաղը չէ մյուս օրը, քարորիայի վերջի օրերն են վաղը չէ մյուս օրը, այս հարցը դրվելու է արդեն պահանջի տեսքով։ Գոնե ընդդիմադիր ֆրակցիաներից պետք է այսօր այդ պահանջը հնչի, իսկ հանրությունը պիտի պահանջի իշխանությունից նույնպես բոլորս միասին։ Ստի միջավայրում չի կարելի ապրել եւ մանավանդ գնալ նոր ընտրությունների։ Ժողովուրդ ջան, այսքանն ամեն կոչը հետևեք էջից։